Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք լաբորատոր պայմաններում կստանանք ամոնիակ։ Կուսումնասիրենք դրա որոշ ֆիզիկական և քիմիական հատկություններ։ Կհամոզվենք, որ անգույն, ջրում լավ լուծվող, օդից թեթև գազ է, ունի սուր և խեղդող հոտ, ունի հիմնային հատկություն։ Ամոնիակը մենք կստանանք ամոնիումի աղի և ուժեղ հիմքի փոխազդեցությամբ։ Չոր ամոնիումի քլորիդը փոխազդեցության մեջ կմտցնենք չոր կալցիումի հիդրոքսիդի հետ։ Այս ռեակցիայում կալցիումի հիդրոքսիդը, կալիում OH2-ը ամոնիումի աղից հեռացնում է ամոնիակային գազը, որն էլ առանձնացնելու և հավաքելու ենք։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են ջերմադիմացկուն քիմիական փորձանոթ, կլորահատակ կոլբ, շրջված ամրացվող, մետաղյա կալաներ, թաթերով և սեղմակներով, ռետինե խցան, գազատար խողովակով, պետրիի թաս կամ լայն բերանով տարա, սպիրտայրոց, կրակայրիչ, հավանգ և հավանգակոթ, քիմիական բաժակ, քիմիական գդալ, 2 պիպետ։ Կալցիումի հիդրոքսիդ չոր։ Այն կարող ենք ստանալ կալցիումի օքսիդից հետևյալ ռեակցիայի միջոցով։ Ամոնիումի քլորիդ չոր, համընդհանուր հայտանյութի թուղթ, թորած ջուր։ Հագնել խալաթ, ռետինե ձեռնոցներ, կրել դիմակ և դնել ակնոց։ Փորձից ստացած թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Նախքան հիմնական փորձը սկսելը պատրաստենք 10 գրամ չոր կալցիումի հիդրոքսիդ։ Մակնշենք կալցիումի հիդրոքսիդ։ Հավաքենք ամոնիակ ստանալու սարքը, ինչպես ցույց է տրված նկարում։ Կալանի վրա ամրացնում ենք կլորահատակ կոլբ շրջված։ Այն ծառայելու է ամոնիակը հավաքելու անոթ։ Փորձանոթը անկյան տակ ամրացնում ենք մյուս կալանին, կլորահատակ կոլբից մի քիչ ցածր դիրքում։ Այստեղ տեղի է ունենալու ջերմակլանիչ ռեակցիան։ Փորձանոթը փակում ենք գազատար խողովակ ունեցող ռետինե խցանով և գազատար խողովակի ծայրը տեղադրում ենք շրջված կոլբի մեջ։ Արտադրված գազը այս խողովակով տեղափոխվելու է կոլբ։ Կալանի տակդիրի վրա տեղադրում ենք սպիրտայրոցը։ Անհրաժեշտության դեպքում սպիրտայրոցին համապատասխան փոխում ենք փորձանոթի դիրքը։ Կշռենք 5,25 գրամ ամոնիումի քլորիդ և լցնենք հավանգի մեջ։ Կշռենք 3,7 գրամ կալցիումի հիդրոքսիդ, այն ավելացնենք ամոնիումի քլորիդին, այնուհետև խառնուրդը տրորենք հավանգակոթով։ Ամոնիումի քլորիդի 5,25 գրամ և կալցիումի հիդրոքսիդի 3,7 գրամ քանակները ընտրված են ըստ ռեակցիայի համամասնության, մոտ 2-ը 1-ի հարաբերությամբ։ Սա կապահովի ստանալ առավելագույն ամոնիակ, շատ աննշան կալցիումի հիդրոքսիդի ավելցուկով։ Փորձանոթը հանենք թաթից և նրա մեջ տեղափոխենք հավանգի խառնուրդը։ Բերանը փակենք ռետինե խցանով, որը գազատար խողովակով միացված է կոլբին։ Սպիրտայրոցը վառենք և զգուշորեն տաքացնենք խառնուրդը։ Ահա զգացվեց ամոնիակի սուր հոտը։ Հիմա պետք է ջրով թրջված կարմիր լակմուսի թուղթը մոտեցնենք շրջված կոլբի բերանին և դիտենք գունափոխությունը։ Ինչպես տեսնում եք, այն գունափոխվում է դեպի կապույտ։ Սա ամոնիակի հիմնային միջավայրի ստեղծման հիմնավորումն է։ Թուղթը ստացավ կապույտ երանգավորում։ Դադարեցնենք տաքացումը։
Ավարտեցինք փորձը, կարգի բերենք աշխատասեղանը, սարքավորումները մաքրենք եւ տեղավորենք համապատասխան դարակներում։ Թափոնները լցնենք համապատասխան տարայի մեջ, լվացվենք օճառաջրով։ Այժմ փորձի ընթացքում մեր կատարած դիտարկումների հիման վրա կատարենք վերլուծություն եւ եզրակացություն։ Փորձի ընթացքում ստացանք անգույն գազ՝ ամոնիակ, որը հեշտությամբ ճանաչվեց իր սուր հոտով։ Իսկ լակմուսի թուղթը կապտեցնելու ունակությունը ցույց տվեց, որ այն ունի հիմնային բնույթ։ Ջրում հեշտ լուծվելու հատկությունը հաստատվեց լակմուսի թղթի արագ գունափոխությամբ։ Փորձի ընթացքում ամոնիակի հավաքվելը շրջված կոլբում հիմնավորում է, որ ամոնիակը թեթև է օդից, ուստի եւ կարելի է հավաքել շրջված անոթում։ Մենք փորձնական ճանապարհով ստացանք ամոնիակ եւ հաստատեցինք նրա կարևոր ֆիզիկական եւ քիմիական հատկությունները՝ անգույն գազ լինելը, սուր հոտը, ջրում լավ լուծվելը, հիմնային միջավայր առաջացնելը եւ թեթև լինելը օդից։ Այսպիսով ամոնիակի հատկությունները փորձարարականորեն համընկնում են տեսական տվյալների հետ, ինչը վկայում է մեր ստացման մեթոդի եւ դիտարկումների հուսալիության մասին։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։